Քննարկում ենք ազգային ժողովի նախագահի ընդդիմության թեկնածու Արեն Վարդավանյանի թեկնածության հարցը։ Նախ ուզում եմ խոսել վերջին 2 օրերին քննարկում ենք պարոն Վարդավանյան ձեր թեկնածությունը եւ այո ուրբաթ օրը ձեր գործընկերը հայտարարեց, որ լքում եք ազգային ժողովի շենքը կամ դահլիճը այդ թվում նաեւ եւ ձեր բացակայությունը կարծում եմ վատ է այն առումով, որ ձեր մասին ելույթներ էին հնչում եւ դուք ներկա չեք եւ դա ձեր վերաբերմունքներ պետական ինստիտուտի նկատմամբ, հատկապես ազգային ժողովում պետական ինստիտուտի ձևավորման նկատմամբ բոլոր դեպքերում լավ ճիշտ չէր ձեր բացակայությունը, բայց նաև ձեր բացակայության ժամանակ ինչի ականատես եղանք այստեղ։ Մենք գազելներով ընտրատեղամաս բերել տեսել էինք, բայց նիստերի դահլիճում ելույթ ունենալու դեպքեր բերելու չէինք տեսել, որտեղ ձեր գործընկեր Տիգրան Աբրահամյանը այստեղ դրանոտ կանգնել էր եւ ձեր գործընկերներին ուղղակի ոչ թե ուղեկցում էր, այլ շատ զգուշությամբ էր ուղեկցում այստեղ, որ մինչև վերջ ելույթ ունենան եւ գնան, իսկապես դա անհասկանալի էր մեզ համար, բոլոր դեպքերում այս մասին ուզում եի բարձրաձայնեի։ Ես խոսեմ նաեւ ձեր ելույթներից, բոլոր մեր գործընկերները նշեցին, որ դուք հստակ պատասխաններ չէիք հնչեցնում, հստակ չէիք խոսում, մեր հարցերին ուղիղ պատասխան չէիք տալիս, ճիշտ է, իրավական լեզուն հստակ պատասխան է սիրում հնչեցնել, բայց դուք խուսափում էիք եւ իմ գործընկեր Գարիկ Սարգսյանը լավ բնութագրեց այդ պահը, իսկապես կարատեի մաստեր կլաս եք ցույց տալիս, որը այնքան էլ լավ չէր նայվում։ Պարոն Վարդավյան, տեսակետ հնչեց, թե դուք արդարության փաստաբանն եք, տեսակետ հնչեց, որ դուք սատանայի փաստաբանն եք, իսկ իրականության մեջ դուք ուղղակի հարուստ հաճախորդների փաստաբան եք։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի որոշում, բայց միշտ որոշմանը անդրադառնալը ես հանդիպել եմ Տիկին Գրիգորյանի այն հայտարարությանը, որ դա քաղաքացիական պայմանագրի պարտավորությունն է եւ ոչ թե բարի կամքի դրսեւորումը, բայց մենք պարտավոր չենք ընդդիմության բոլոր թեկնածուներին կողմ քվեարկենք։ Դա իսկապես նաեւ մենք սահմանադրությունը հարգում ենք, մեր կողմից դիտվում է կդիտվի նաեւ բարի կամքի դրսեւորում, բայց մինչ այդ մասին խոսելը ուզում եմ ասել, որ ձեր գործընկերը որքան էլ փորձեց այս ամբիոնից փչացնել ձեր ընտրությունը, իսկապես փչացնել ձեր ընտրությունը, լավ կլիներ խորհուրդ տայք, որ իսկապես ամփոփիչ ելույթում ներողություն խնդրեր սակրավորներից։ Եվ Տիկին Գրիգորյան, իսկապես դուք փորձել եք նախորդ 5 տարիների ընթացքում ուղղակի ազգային ժողովի վարկանիշը նսեմացնել, այնուամենայնիվ մենք այսօր հարգելով սահմանադրությունը կոչ ենք արել նաև կառուցողական աշխատանքի եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ունի որոշում բավարար ձայնով կողմ քվեարկել, այսինքն ձայներ տալ այս ընտրության համար, այդ թվում նաև հաշվի ենք առել Արթուր Սարգսյանի բացակայությունը տնային կալանքով պայմանավորված եւ իհարկե ավելացնեմ, որ դուք մեր 3 թեկնածուներին որևէ կողմ քվեարկություն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին։ Շնորհակալ եմ։